Էլ ինչ պիտի լինի հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, 2020 թվականին տեղի ունեցածից հետո, 2022 թվականին տեղի ունեցածից հետո, 2023 թվականին տեղի ունեցածից հետո, որ մենք Պուտինի նման երաշխավոր չփնտրենք։ Էլ ինչ պիտի լինի, որ մենք հիմա հասկանանք, որ Պուտինը, որը հեղինակել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դա Էրդողանի հետ համաձայնեցված պայմանագիր էր հայկական պետականությունը կազմաքանդելու, կազմալուծելու վերաբերյալ։ Էլ ինչ պիտի լիներ 2023-ին մեր աչքի առաջ տեսածից հետո, որ հասկանանք, որ մենք այդ տեսակ երաշխավորի կարիք չունենք։ Մեր երաշխավորը մեր ներքին խոհեմությունն է, հասունությունն է, որ այլևս սենց չի կարելի շարունակել։